Եղբայրներ, եթե որևէ մեկը հանկարծ ինչ որ հանցանքի մեջ բռնվի, դուք որ հոգևոր եք, այդպիսի մեկին հեզության հոգով ուղղեք, ինքներդ էլ զգուշացեք, որ դուք էլ չփորձվեք, միմյանց բեռը կրեք և այսպես Քրիստոսի օրենքը կատարեք։ Քրիստոսի օրենքը սիրո օրենքն է։ Երբ կրում ենք միմյանց բեռները, նմանվում ենք Քրիստոսին, ով մեր փոխարեն կրեց ամենածանր բեռը, մեր մեղքերի անտանելի բեռը խաչի վրա։ Այս արագընթաց վազքի մեջ հեշտ է ինքնակենտրոն կյանքով տարվելը և ուրիշներին մոռանալը, մոռանալ նրանց, ովքեր մեր շուրջն են և անցնում են տարատեսակ դժվարություններով։ Քրիստոսը մեզ կոչ է անում միմյանց բեռը կրել, քայլել այն մեկի հետ, ով փորձությունների միջով է անցնում, սիրով քաջալերել նրան, հորդորել և գործնական աջակցություն ցուցաբերել նրան։ Այս արարքով մենք չենք խրախուսում մեղքը, այլ տկարին ու թուլացածին փորձում ենք զորացնել Քրիստոսի սիրով։ Քրիստոնեությունը Քրիստոսի մասին է, ով իր կյանքը զոհեց ուրիշների համար։ Քրիստոսի օրենքը սիրո օրենքն է, որ հորդորում է մեզ ուրիշի բեռը կրել։ Սա նաև մեզ համար է օգտակար։ Դրանով խորը մտերմիկ կապ է ստեղծվում Քրիստոսի եկեղեցու մեջ և օգնում գործնականում ի ցույց դնել Քրիստոսի սերը։ Տեսնո՞ւմ եք արդյոք ձեր շուրջը եղող մարդկանց բեռները։ Պատրաստ եք արդյոք տալ ձեր ժամանակը, ուժը և ռեսուրսները նրանց բարձրացնելու համար։ Քրիստոսի սերը դրսևորվում է, երբ գործադրում ենք Քրիստոսի օրենքը և սիրում անշահախնդիր։ Տեր, բաց իմ աչքերը, տեսնելու ուրիշների բեռները, տուր ինձ կարեկցանք և զորություն դրանք կրելու և քո սերը արտացոլելու։ Ամեն։